Աստծո անունից խոսող սուտ մարգարեները, գարգուտ թե հոգևոր գուրություն։ Այսօր ոմանք պատրաստ են բնական ամեն մի երևույթ, անձրևն ու գարգուտը օգտագործել քաղաքական նպատակներով և հայտարարել, թե Աստված բարգացել է, Աստված պատժում է։ Բայց Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխում Տերը զգուշացնում է. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ մոտ են գալիս քարների հագուստներով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են»։ Ամենավտանգավոր բանը Աստծո անունը սեփական հաշիվների, անպարտավորության կամ կուսակցական շահերի համար օգտագործելն է։ Երբ մարդիկ կուրացած են հոգևես, նրանք Աստծուն տեսնում են միայն իրենց հակառակորդի ներին պատժելիս, բայց չեն տեսնում սեփական սրտի փտածությունը։ Աստված գարգուտով չի պատժում քաղաքական ընտրությունների համար։ Նրա դատաստանը շատ ավելի խորն է սկսվում նրանցից, ովքեր կեղծում են ճշմարտությունը։ Մի հավատացեք նրանց, ովքեր Աստծուն դարձրել են քաղաքական գործիք։ Եկեղեցու բարեկարգումը պահանջում է սթափություն և հոգևոր զատում։ Ճշմարիտ հավատացյալը գիտի, որ Աստծո ձայնը ոչ թե մարդկանց անիծելու, այլ սրտերը մաքրելու և ապաշխարության առաջնորդելու մեջ է։